Ողջույն բարեկամներ, այսօր ինքնաճանաչում ֆորմատով մենք կզրուցենք հայագետ Արթուր Ալմինի հետ։ Բարև ձեզ, պարոն Ալմին։ Բարև ձեզ։ Մենք վաղուց չենք խոսել իրար հետ։ Ինչպես է ընթանում Մեհերի դռան առես վազը ֆիլմի ցուցադրումները, ասենց on-line ոնց է, մարդիկ ակտիվանում են։ Հա, օնլայն շատ վաղուց վանից արդեն եւ հայերեն, եւ ռուսերեն, եւ անգլերեն տարբերակները տեղադրված է YouTube-ում, ինչպես նաեւ Facebook-յան image-ում է տեղադրված։ Ա, Նայողները բազմաթիվ են, արդեն այդ 100,000-ի չափ է հասնում։ Օ, Ա, ինչ լավ է։ Երբ որ ես նայում եմ այդ պրոգրեսը, հիմա մի առ ժամանակ հետո ես հայերեն տարբերակը նորից հայերեն էլ, ռուսերեն էլ, անգլերեն էլ նորից շրջանառության մեջ կդնեմ Facebook-ով։ Ոնց է մի ամիս, երկու ամիս հետո տեսնենք ինչպես է։ Ինչ Դե, վերաբերում մեր ցուցադրությանը Լոս Անջելեսում, ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել առաջինը քեզ, Վարդան ջան, հետո մեր բոլոր ը, հանդիսատեսներին, մեր ողջ ժողովրդին, ինչպես նաև քո հեռուստատեսության ը, դիտողներին բոլորին, ուզում եմ տեղեկացնել, որ ընթացքը սկսվել է ը, հաջորդ ֆիլմի հետ կապված, ը, երաժշտությունները ընտրվել են, քննվել են, ը, դերասանների հետ կապված ընտրությունները կատարվում եւ այլն, ը, ֆորմաների նկարների հագուստների հետ կապված որոշակի աշխատանքներ են կատարվում նախնական, սցենարն են գրվում, անշուշտ այդ մի տարուց ավել կտևի, որովհետև ավելի ծանր ֆիլմ է։ Մերի դրան առեղծվածը մի տարի տևեց, սա եթե մենք վերցնում ենք ավելի բարձր, այսպես ասած, պլանկը, ապա եւ որակի առումով եւ շքեղության առումով որպես ֆիլմ, ապա ավելի կտևի։ Ա, Եվ մենք բոլոր այն մարդկանց, որոնք ինչ-ինչ ձևերով սատարել են մերի դրան արձանագրության ժամանակ, ցուցադրության ժամանակ, որ հաջորդ ֆիլմը պետքա լինի, բոլորի անունները ուրեմն տիտղոսաթերթում ֆիլմի տիտրերում, այսպես ասած, դրանց բոլորի անունները պետք է գրվեն։ Ա, Սա առիթից օգտվելով նախապես մի հա, հատ ասի բոլորից շնորհակալություն հայտնեմ Վարդան ջան։ կեցեք, կեցեք, ուրախ եմ դրա համար, ինչ որ պետք լինի, ելի պատրաստ եմ օգտակար լինելու։ Հիմա գնանք մեր հիմնական Սիրով։ հիմնական թեմաներին։ Երկու կարևոր թեմա ունենք քննարկելու միասին աշխարհում այն ինչ որ կատարվում է մեր շուրջը, ընդ որում երկու կողմից։ Մենք մնացել ենք երկու մեծ իրադարձությունների մեջտեղում, որպես Իրան եւ Ռուսաստան, հա։ Մենք ցած բարակ բանա մնացել։ Մենք ենք այդ բարակ տեղը ստեղ։ Եվ ինչ որ կատարվում է հայ, հայ մարդու հայկական մշակույթի, հայ կրոնի տեսակի, մի խոսքով ամեն ինչի նկատմամբ սկսենք մեզանից։ Ասես ձեզ, որտեղ դուք դիտորդ ուսումնասիրող հայագետ, ինչի հենց հիմա, ինչի հենց այս ձևերով, ինչի այս հարձակումը տեղի ունեցավ մեր ինքնության նկատմամբ, չնայած ես գիտեմ, որ ինքներդ էլ հայրաքելական եկեղեցու մոլերանտ պաշտպաններից չեք, բայց անպայման երևի ձեր կարծիքն ունեք այս առումով։ Ինչ կասեք։ Հա, շատ բարի։ Ուրեմն, ինչպես բոլոր հայերս մենք ընկվել ենք երեխա ժամանակ, ճիշտ ասած, ինք օրինակ համար ես 40 օրեկանում պապիկս եք ընկել, ա, բայց ես կողմնակից եմ այս տարիքում, որ պետք է պահպանել մեր ա, նախաքրիստոնեական մշակույթը ամբողջությամբ, որ ավիրել են։ Ինչ վերաբերում է այսօրվա եկեղեցուն կամ ընդհանրապես հայ եկեղեցուն եւ հայ եկեղեցու մշակույթը 1700 տարիների ընթացքում դա նույնպես մեր ինքնությունն է, մեր անբաժան մասը, դա վերաբերում է եւ քրիստոնեական ճարտարապետությանը, դպրությանը, մատենագրությանը,
ուրեմն նկարչությանը, ծաղկազարդությանը, շարականներին, բազմաթիվ շարականներ գրել են Մաշտոցը, Խորենացին, Շնորհալին, դա մեր ազգային ինքնության մասն է։ Ինչ վերա բերում է եկեղեցուն, դա այն կառույցն է, համահայկական այն կառույցն է, որ ունի ինստիտուցիոնալ շղթայական ամբողջ աշխարհում մեկ համակարգ։ Անշուշտ այդ համակարգը պետք է ավելի արդյունավետ աշխատացնել, բայց երբ որ սկսում ես դա քանդել, գիտեք ինչ, երբ որ անունը չեմ ուզում տամ, երբ որ Հայաստանը այսպես կոչված բոլորիս քաշ ծանոթ Համաճիկը, վարչապետ կոչվածը, անում է նման քայլեր, մենք շատ լավ հասկանում ենք, որ դա ոչ թե ուղղելու, որտեղ իր 2018 թվականից առ այսօր որից է բան չի կառուցվել, այն քանդվել է։ Ապա մենք հասկանում ենք, որ նպատակը թիրախը ոչ թե շտկումներ անելն է եկեղեցու համակարգում, որը բոլորիս քաչ ծանոթ է, ահռելի, ուրեմն սխալներ այնտեղ կան։ Բայց նրա նպատակը ոչ թե դրանք ճշտելն է, այլ ուղղակի կազմաքանդելն է։ Իսկ հայկական որևէ ինստիտուցիոնալ համակարգի քանդումը, որը տասնամյակների, հարյուրամյակների, նույնիսկ հազարամյակների ընթացքում է ձևավորվել, քանդելը հեշտ է, կարող ես մի քանի օրվա մեջ կամ մի քանի րոպեում քանդել, ինչպես բաժակը կարող ես պատին զարկելով ջարդել, բայց ստեղծելը դա տասնյակ, եթե ոչ ավելի տարիների աշխատանքի շնորհիվ է, եւ դա այդքան հեշտ բան չէ, հատկապես այս օրերին, երբ որ միջազգային դրությունը եւ համաշխարհային անցուդարձը ահավոր լարված ու սրված իրավիճակում է։ Ոչ միայն եկեղեցուն է փորձում քանդել, այլ վերջի հաշվով օրինակ համար ամբողջ կրթական համակարգը եւ ամբողջ այդ ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները, ինչպես նաև ուսանողական ինստիտուտները, դրանց բոլորը շենքերը ուզում են վերցնել, որոնք քաղաքի կենտրոնում են։ Եվ օրինակի համար իմ ընկեր Հրաչիկ Հակոբյանյանը, որը Բրյուսովի անվան, լեզվի ինստիտուտում է, 5000-ի չափ ուսանող ունեն, իրանք կանգնած են փաստի առաջ, որ տարեվերջում պետքա փակվի այդ ինստիտուտը, կցեն մի ուրիշին եւ այլ, ինչ որ շենք, ինչ որ այդ ակադեմիական քաղաքում։ Եթե Վարդան ջան, դուք այդ ակադեմիական քաղաքը գաք տեսնեք, դա մի հատ դաշտ է, ոչ մի բան չի արված։ Ու պարացիորեն այս տարվա վերջի ինչքան է մնացել, քանի ամիս է մնացել, ուրեմն դրանք պետք է փակվեն։ Այդ հրամանն հիշեցված է։ Սա քանդելու ահավոր սարսափելի է, ես դեմ եմ նաև այդ ակադեմիայի ուրիշ բան է նրանց աշխատանքի որակական արդյունավետության հետ կապված շտկումներ արվի, բայց համակարգ երբ որ քանդում ես հիմնահատակ նորը չունենալով, ապա դա ահավոր վտանգավոր բան է, մենք չգիտեմ, մի քանի տասնյակ տարիների ընթացքում լավագույն ժամանակները, եթե գա, մենք կկարողանանք նման համակարգ նորից ստեղծել, թե ոչ։ Նույնը վերաբերում է եկեղեցուն։ Այսօր գոնե հայ ժողովրդի մոտ եւ հոգեբանական եւ ինստիտուցիոնալ խնդիրների հետ կապված եկեղեցին որպես ինստիտուցիոնալ հիմնական համակարգերից մեկը չի կարելի դա քանդել։ Գիտեք ինչ, վերջի 30 տարվա մեջ գոնե մեր սերունդը Վարդան ջան, ես եւ դուք երկու հատ այլանդակ հեղափոխություն ենք տեսել։ Մեկը ՀՀՇ-ի հեղափոխությունը, որի ընթացքում ամբողջ սովետական Հայաստանի արտադրական ամբողջ պոտենցիալը եւ կինետիկը, այսինքն ամբողջ համակարգերը ոչնչացվեցին եւ գրոշներով որպես մետաղի ջարդում ուղարկվեցին ուրեմն Պարսկաստան եւ այլն։ Մեր մեխանիզացված
այսպես ասած, ստանոշնի պարկ էր կոչում Հայաստանը, ամբողջ Սովետ միության մեջ երկրորդ, երրորդ տեղերն էր կիսում իր հագեցածությամբ, դրանք չկան։ Այսօր գունավոր մետաղ եւ ընդհանրապես մետաղ հասկացողությունի արտադրությունը դա պողպատն է բարձրակարգ մյուս սրանք շատ բարդ ստեղծվող բաներ են, որ այդպես է մենք դրանց վերարտադրությունը չունեցանք։ Եթե հիշում եք ԼՏՊ կոչվածի հայտարարությունը, որ դրանք հնացած են, այդպես բան չկա։ Առ այսօր աշխարհում սովետական այդ հին ստանողները, ինչպես նաև գերմանական 40 թվականների, հա, ֆրեզերային այդ հաստոսները համարվում են լավագույնի եւ ամենաթանկն են իմիջիայլոց։ Ես որ դրանք մետաղի ջարդոնով ուղարկել, այդ գներով ուղարկել եւ երկիրը ոչնչացնել։ Հիմա խի ես դա հիշեցի, Վարդան ջան, որովհետեւ սա առաջի դեպքը չի։ Եթե հիշում եք մեր ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն դնելով քաղաքական հանճարի տեղ, որ ընդհանրապես միջակությունից ցածր անձնավորություն է իր ունակությամբ, փորձ արեց Անտիլիասի երկերեցու կաթողիկոսին բերել եւ Էշմիածնում կաթողիկոս նշանակել, Ալամ առաջին։ որպիսի նա քանդվի, սա լինի եւ սա իրենց ձեռքի տակ լինի։ Այս էր խնդիրը։ Քաղաքական հարց էր լուծում, ներքին համահայկական իրեն թվում էր, թե դա իհարկե չստացվեց, բայց հիշում եք, չէ, ինչեր տեղի ունեցան այդ հողի վրա։ Նախ այլանդակությունը, երբ որ կարճ ասած հոգևոր իշխանությունը իր ինստիտուցիոնալ սիստեմով սկսում է հարվածի ենթարկվել աշխարհիկ իշխանության կողմից, եւ աշխարհիկ իշխանությունը ըստ իր ձևաչափի ուզում է կտրատել, ձևել եւ կարկատել ըստ իր պատկերացումների 1700 տարվա ինստիտուցիոնալ համակարգ։ Հա թե ինչ էր ԼՏՊ-ի ցանկությունը, որը չիրականացավ։ Հիմա այն ժամանակ էլ եկեղեցու մեջ ահռելի վատ բաներ, սխալներ եւ անհարին մարդիկ կային եւ այժմ էլ կան, որոնք չպետք է լինեն այդ կառույցում։ Սակայն այդ հարցը ուրիշ կերպ է լուծվում։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ մեր հին համակարգը 5-րդ դարից եկած ուրեմն գոյություններ աշխարհաժողով, ընդ որում հեթանոսության շրջանից է գալու, գիտեք աշխարհաժողովը 16 թվին նպատ լեռան տակ աշխարհաժողովը Հայաստանի թագավորին զրկեց թագից։ Այդ աշխարհաժողովը արդեն քրիստոնեության շրջանում կաթողիկոսին է բանադրել։ Բայց այդ աշխարհաժողովը կառուցված էր այն մարդկանց մասնակցությամբ, այսինքն դելեգատների, որոնք ներկայացնում են հայոց նախարարությունները, ժողովրդի բոլոր շերտերը, որպես դեպուտատ, այսպես այսօրվա խոսքով ասած, Ավականի, այն ժամանակ ավականի էր դա կաշում կասում։ հենց կոչվում է աշխարհաժողովը մնաց մինչև կարճ ասած, թե չեմ մոռացա 5-րդ, 6-րդ դար մեր թվարկության։ Եվ բայց այս հարցերը լրիվ ուրիշ բան է, որ այդ համակարգի մեջ մակրվի, ինչ որ բաներ ճշտվի, ավելի արդյունավետ աշխատի եւ այլն, եւ լրիվ տարբեր բան է, երբ որ կարճ ասած ուզում ես դա ոչնչացնել, քանդել։ Իսկ այս իշխանությունները բառացիորեն նախ տգետ են վերին աշճան, ամեն ինչի մեջ, ամեն ինչի մեջ։ Իրենց ամբողջ կյանքում իրենք որևէ համակարգ չեն ստեղծել։ Դուք հասկանում եք, այն աշճանի տգիտությունը, եթե կարճ ասած մշակույթի նախարարուհին, ես հեռուստացույցով եմ լսել, ասում են Նեժդեհը, Գարեգին Նեժդեհը ֆաշիստ է։ Հասկանում եք, գոյություն ուներ Հայրենասիրությունն վտանգավոր փուչիկ։ Հայրենասիրությունը վտանգավոր փուչիկ։ հա, Նաև։ դա այդ նույն դրանք գիտեք Արտակ Մովսիսյանը, որ վաղամերիկ մահացավ, դրանց ամբողջ Թուրքիայում կայացած, հա, այդ բուհական
այդ սիմպոզիումի կրթական համակարգի հետ կապված հրապարակային ելույթ ունեցա, որ փաստաթղթերը ցույց տվեց, որ այդ սիմպոզիումից ով ինչքան ուրեմն գրանտ է ստացել։ Սա պատահական բան է, չէ։ Հիմա իմ ամբողջ ցավ ու զարմանքը ուրիշ բանի մեջ է։ Նույն բանը ես ասել եմ սրանից 30 տարի առաջ։ Երբ որ ես զարմացած եմ, ասում եմ, լավ, ասենք թե մի հոգի կամ 10 հոգի, 20 հոգի, 50 հոգի, 100 հոգի, այդ հրշեի վերնախավը այսօրվա Նիկոլ եւ այդ կողքի առաջի դեմքերը, որ դրանք տգետ են եւ աղբեն հասկանալի է, բայց շատ ներողություն, բայց քանի հազար հոգի է այդ թիմը, այսպես կոչված քաղաքացիական պայմանագիր կոչվածը։ Ասենք թե ժողովուրդը շատ բարի 18 թվին Սերժիկ Սարգսյանից զզված ուզում էր փոփոխություն եւ դա հենց ժողովրդի հիմարության աշճանն է, որովհետեւ հավաքական ամբողջակերտ ժողովուրդը չունի գիտակցություն, նա ունի միայն էմոցիա։ Այս րոպեին, այս պահին սրան ոչնչացնել։ Դե հաջորդ րոպեին ինչ կարող է լինել, այսինքն ծրագիր բան չկա, կա միայն էմոցիա։ Սա հասկացանք, թեկուզ ես էլ եւ դուք էլ լավ գիտեք, որ կարծես այդպես ինքը ինքնուրույն չեկավ Սերժիկ Սարգսյանը նրան բերել իշխանության։ Բայց խնդիրը դա չի, խնդիրը այդ ժողովուրդը արդեն սխալվեց եւ հիմա ամբողջ Հայաստանի ժողովուրդը ինչքան ես տեսնում եմ ու գիտեմ ու հանդիպում ենք զզվում է ու ամոթ ազգում, որ իր առաջի դեմքը ուրեմն նման անձնավորություն է։ Սակայն զարմանալին այն է, որ այդ մի քանի հազար, գուցե 5000 եւ ավելի մարդ իր փողի, իր պաշտոնի, իր աշխատավարձի հետ կապված ամենակստմստմելի վարքագծով սատարում է այդ իշխանությանը եւ կատարում ամեն հրահանգ։ Մենք բառացիորեն Հայաստանում բռնապետություն ենք։ Սա պետք է լավ հասկանալ։ Երբ որ գիտեք ինչ, հələ դեռ առնվազն գոնե 200 տարի առաջ Միացյալ Նահանգներում դրվեց այդ խնդիրը, որ իշխանությունը որպես այդպեսին 3 թևը տվեցին իշխանության, ուրեմն պետքա իրար հավասարակշռեն եւ մեկը մյուսից առանձնացված լինի, այսինքն բոլորը չկենտրոնանա մեկ մարդու ձեռքում։ Բայց փաստորեն մենք տեսնում ենք, որ այդպես չի։ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է այդ մի մարդու ձեռքում։ Այսինքն եթե դատարանը պետք է որոշում կայացնի կամ դատախազը պետք է որոշում կայացնի կալանավորի թե ոչ, ապա դե խնդիր չկա, վարչապետը ասում է նայել վրաս բան անում։ Եթե դատարանը կամ դատավորը պետք է ունենա ըստ գրված օրենսդրության այնքան բավարար փաստեր, որ վերցնի կալանքի, հա, ապա նա չի նայում, որ դա գրված է թե չէ, որովհետև կատարում է հրահանգ։ Հասկանում եք, չի աշխատում ոչ մի բան, այսինքն ամբողջ իշխանությունը կենտրոնացված է, այսպես իշխանություն չի ունեցել ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, այս կենտրոնացված իշխանություն։ Սա գոնե նրանց ժամանակ բավական լուրջ ընդդիմություն կար եւ իրանք այդ ընդդիմությունից վախում էին, ժողովրդից էլ են վախում։ Հիմա սրանք ընդհանրապես որից բանից չեն վախում։ Սա այսպես ու ես հատկապես այս մեր ժամանակներում այդ համակարգեր փլուզելու քանդելը սարսափելի եմ համարում ու այդ process-ի ընթացքում էլ նաև կարծես գնալ Թուրքիա Էրդողանի հրավերով այդտեղ որևէ նորմալ բան տեղ չկա ու շատ վտանգավոր է մեր փխրուն փոքրիկ հանրապետության հետ կապված։ Նոր առավոտյան ես նայում եմ, որ էլեկտրական ցանցերի
Սամվել Կարապետյանին էլ գիշերը ուրեմն բանտարկել են, եկե տնից տարել են, առավոտյան բաց են թողել, բայց վրան հոդված կա։ Հոդվածը հետևյալ, որ Սամվել Կարապետյանը Մոսկվայից գալով Երևան իր եղբորը ազգականներին տեսնելու հետ կապված, հայ մի կարճ հայտարարություն է արել, որ ինքը կանգնած է եկեղեցու կողքին ու չի թողնի, որ հայոց 1700-ամյա սրբությունը քանդվի եւ իր հնարավորություններով հանդերձ պետքա փորձի դա թույլ չտալ։ Ու ինչն ա տե օրենքով դատապարտել։ Ինչպես Ու ինչն ա տե հակաօրինական։ ես անձամբ ուրեմն հերոստատուցը լսելով թե ինչ է իր զգացի, որ նախ եւ առաջ Սամվել Կարապետյանը շատ զգուշ է, բառը հաշված եւ այլն, այս բառերի համար նրա վրա հիմա հոդված է դրված։ Իշխանությունը անօրինական կերպով զավթելու եւ հայտարարություններ անելու հետ կապված։ Եվ անմիջապես Նիկոլ Փաշինյանի, որ դու քեզ այդ կարող է քեզ թվում է էդի կալու գայի եսի միջտենց զիպիլ խոսքերով այդ մակարդակի իջնելով տենց հայտարարություններ անում եւ միանգամից բա այդ էլեկտրոցանցերը հայկական պետքա բան արվի ազգայնացվի շատ բարի ես համաձայն եմ ընդհանրապես ազգայնացման գաղափարին եւ ոչ միայն դա բայց թող եթե սկսում ազգայնացնել թող իր անմիջապես իր կողքի կանգնած օլիգարխների ունեցվածները առաջ երթին սկսի ազգայնացնել սակայն Ջերմուկից էլեկտրական ցանցերը որպես այդպեսին ուրեմն մինուսով աշխատող են եւ խնդրելով են բանալը որպեսզի ես Սամվել Կարապետյանը դա իր վրա վերցնի եւ բերի ինչ որ երկևմուտ կա էլի տնտեսագիտության մեջ բալանսի դեռ ահռելի կապիտալ ներդրումներ էս են եւ շատ բան կա հիմա մեկ էլ մյուս ելույթը տեսա Սամվել Կարապետյանը որ դուրս էր գալիս ասես թքել եմ այդ ցանցերի վրա բանի վրա այսինքն ոչ մի ֆինանսական օգուտ չկա այդ ինչ պետք է լինի հələ մի բանը դες յամ ինչ է ուզած ձեր այսինքն ես մի նախադասություն երբ որ ասում է արդեն մի անգամից ամենալպիրշ ձևով սա Facebook-ի իր այդ էջում կամ Instagram գրում է մի այլանդակություն ամենացածր բառերով մակարդակով պատի տակի հա փողոցի լեզվով այն ողորմելին որ ընդհանրապես հա սրանից 10 տարի առաջ վախում էր որ це տեղով անցներ կամ խոսեր մի ընկեր չուներ որ նրա այդ կողքը լիներ այս մակարդակի մեկը արդեն ինձ թվում է նա արդեն տարել է գիտեք ինչ հնդկական փիլիսոփայությունը վեդայական մի հատ հետաքրքիր բան ունի ասում է եթե Աստծո հրեշտակին հա եթե բարի կենթանին որը ամենալավն է կաթ է տալիս խոսքը կովի մասին ասում է բերես դնես Աստծո հրեշտակի աթոռին կդառնա դև իր անհարմարության եւ ասում է եթե հրեշտակին իջացնես գցես այդ կովի ֆորմայի մեջ մատքի մեջ ապա նա էլ կդառնա չարիք Հիմա այստեղ խնդիր կա, եթե մի հատ ինչ-որ ոչնչությանը վեկալում դնում ես ամենաբարձր իշխանությունը շատ վտանգ, նաև մեծ փողն է շատ վտանգավոր, մարդը սկսում է ոչ թե ֆազը գցել, ամբողջ նրա հոգեբանություն բան սկսում է խախտվել, իբր խախտված չէ, հանրապես է խախտվում, սա շատ վտանգավոր է, և նայում ես, որ կարծես այդ հայտարարությունները, այդ բաները, նրան թվում է, թե ամբողջ աշխարհը իր գրպանն է, իր թևի տակ է, Սա շատ վտանգավոր բան է եւ տեսնում եք այդ մի օրինակով թեկուզ դրանք հազարավոր են, բայց մի օրինակով կարող ենք հստակ ասել, որ ինչ դեմոկրատիա, ինչ բան բռնապետական համակարգ է, որը իր արժեվ խնդիր է դրել քանդել կրթական համակարգը, եկեղեցական համակարգը Այն ինչ որ չեն հասցրել քանդել, ինքը պիտի քանդի, ոչնչացնի։ ես մի Եվ հատ շատ վատ եմ դա
Եթե դեմ չեք, ես ուզում եմ դրացում անել ստեղ։ Ես էլ կանխատեսում էի, որ սա նորմալ ընթացք կա, նախ որ մարդը մնում է անպատիժ եւ չի հասկանում ինչ է նշանակում պետություն, պետության հավասարակշռություն, ինքը որոշում է, որ ցանկացած ժամանակ, ցանկացած մեկին կարա ձերբակալի, սեփականությունը խլի։ Ուրեմն երկու բան, ես էլ կանխատեսել եմ, որ կամ Արմեն Աբազյանը դառնում է վերջնական հանցագործ եւ կալանավորում է Սամվել Կարապետյանին, որը պահանջում էր երեք Փաշինյան Նիկոլը, կամ իրան հեռացնում են դրա համար, որը ենթադրում է սենց, սա վերաբերվում է բոլոր նրան, ու հեռացել է, ասում Արմեն Աբազյանը դուրս է եկել, ազատվել է աշխատանքից։ Սա ենթադրվում է մի բան, որ ցանկացած մեկը, որ կհրաժարվի կատարել Փաշինյան Նիկոլի հրամանը, հանցագործ, սխալ, անօրինական, ինքը ազատվելու է աշխատանքից։ Որն էլ իր հերթին մյուս հետևանքներն է բերում։ Այսինքն, որ այս գործողությունները տանում են դեպի տոտալ պետականության կործանում։ Հիմա Արմեն Աբազյանից ոչ մեկը նվիրված չլինի Փաշինյան Նիկոլին։ Արմեն Աբազյանը ծածկել է, կոծկել է Փաշինյան Նիկոլի բոլոր պետական հանցագործությունները։ Արմեն Աբազյանը գնալու փոխարեն կարող կալանավորել Փաշինյան Նիկոլին։ Արմեն Աբազյանը ոչ թե պետքա ազատվեր, ինքը երեք պետքա կալանավորեր Փաշինյան Նիկոլին։ Գոնե հայտարարությունով դուրս գար։ Հիմա այս գնդակը մեծանալու է։ Այս անպատժելիությունը ու անօրինական հրամանները որ ինքը արձակումը պետք է իրականացվի, սա հիմա գնալու է հերթով ոստիկանապետ, դատախազ կրկին, այնտեղ քննչականի պետք, նոր ԱԱԾ պետ եւ այլն եւ այլն։ Սրանք բոլորը պետք է հասկանան, կամ իրենք դառնալու են հանցակից Նիկոլին, ու ինքը բոլոր ամբողջ համակարգն ատեն սարքել, կամ իրենք պետք է կալանավորեն Նիկոլին։ Ես չեմ կարծում, որ այդ որևէ մեկից որևէ դրական բան չեմ սպասում, որովհետև այդ նույն անձնավորությունը, այդ Արմեն Աբազյան, որ ասացիք, եթե ժամանակին ինքը արդեն չոքել ու լպստել է, այսպես ասած, կոշիկները, այդ անձնավորությունից երբևիցե մի սպասեք ուրիշ վարքագիծ։ Մի սպասեք նաև նրա կողքինի կամ մյուս պաշտոնյայից, որտեղ նրանք էլ են նույն կարգավիճակում, ուղղակի վախեցած պետք է անեն ավելի շատ, դառնան պապից ավելի պապական, քան թե եւ այս պարագայում ես ես այդ շերտերից որևէ դրական բան չեմ սպասում այդ տեսակ մարդկանցից, որ դրանց մեջ ինչ որ ազգային զարթնի պետության մասին մտահոգություններ, բան, դա ընդհանրապես չկա։ Ես կոչ եմ անում իրենց մասին մտածել։ Ես գիտեմ, որ նրանք պետականության մասին մտածող չեն, թե մտածող լինեն երկիրն այս վիճակի չերացնի։ Իրանց կաշին փրկելու համար է պետք օր առաջ կալանավորել Նիկոլին։ Իրանք այնպիսի տեսակին է պատկանում, ինձ թվում է, դա իմ կարծիքն է, Վարդան ջան, որ իրանք կաշին պետք է փորձեն փրկել ավելի այլանդակ վարքագծով, ավելի լպստելով, ավելի ստորանալով եւ ավելի մեծ կամակատարություն անելով, որտեղ իրանց տեսակը դա է։ Դա իրանց վախացնելու է անեն այն ինչ որ պետք է անեն ավելի ակտիվ ձևով։ Դա երբեք չի բանանելու, բա վաղը ինձ էլ կարող է բանանի, արի ես ինչ որ անդիմանամ կամ ես անեմ են անեմ, չեն անի։ Ես դրա համար հիշում եք իմ խոսքի մեջ ասացի, ես զարմանում եմ այն մի քանի հազար հոգին, որ այդ կուսակցությունը ու այդ կուսակցության շուրջն է։ Փաստորեն դրանք բոլորը անխտիր մտածում էին միայն իրենց գրպանի, իրենց բարօրության, պաշտոնի, փողի հետ կապված հարցերում, իրենց ընդհանրապես մնացած բոլոր հարցերը, որ պետությունա կործանվում, ես ինչ է ասա, լպիշություն ասա, արդեն կարճ ասած փլուզում ասա, ես այնա։ Այդպիսի բաների մասին չեն մտածում։ Ու երբ որ դա 1 հոգի չի, 20 հոգի չի, 50 հոգի չի, այլ այդ թիմը որպես այդպիսին, որ ձևավորված է մոտ 5000 եւ ավելի է, այստեղ ամենամեծ վախը եւ սարսափն է ու ցավը տխուրը այստեղ այս հրա մասին է խոսքը։ Լավ, ոնց ներսից հասկացանք ինչ է կատարվում, անցնենք մեր պետականության վտանգների մյուս մասը։ Պատերազմ հիմա Իրանի դեմ
ընդ որում ոնց եք նայում, սա արդարացի, ինչ որ ձևով արդարացված պատերազմա, թե սա ի՞նչ է։ Սա մի հատ այլանդակություն է։ Պաստորի Միացյալ Նահանգները նույնպես ընկել է օլիգարխների ձեռքը։ Գիտեք ինչ, ա, մի քիչ ստիպված մի քիչ հեռվից պետք է գալ, հա։ Նախ Ահա։ ուզում եմ ասեմ, որ այս ամերիկյան Նիկոլը, այսինքն Թրամփը, ա, Շնորհակալություն։ Ես բանը ինձ վերագրում այդ բանը ձևակերպումը։ Ես որ ինքը ամերիկյան Նիկոլն է, ես ասեցի մոտավորապես մոտ 1-3 շաբաթ հետո։ Շնորհակալություն։ Երկրորդելու համար։ հա, ուրիշ տպավորություն չի, ճիշտ ասած ես չեմ նայ այդ հաղորդում մեջ, ես, Դե, բայց գիտեք, բայց ես նույն ասում բանը, ճշմարտությունը ինքը քանի որ ունիվերսալ է, նույն բանը կարող են ասել միևնույն ժամանակ աշխարհի տարբեր տեղերում, քանի որ մարդ եթե ազնիվ է ինքն իր հետ, ինչ տենում է այն պետք է ասի։ Այո, հա, ինքը ուրնա հիմա ոնց կարելի է պատկերացրեք, այս Դոնալդ Թրամփ կոչվածը հենց եկա, բաշարեց բառացիորեն շատ կարճ ժամանակամիջոցում, ուրեմն ամբողջ ամերիկյան այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի մեջ են եւ ամերիկյան համար առաջի, այսպես ասած, մերձավոր երկրներն են, բարեկամ երկրներն են, դաշնակից երկրներն են, բոլորին նեղացնել, ոչնչացնել, հարաբերությունները վատացնել եւ այլ եւ այլ։ Եթե աղմախի նման մի հատ ապուշ դուրս է գալիս, ասում է, մենք Գրենլանդիան վերցնելու ենք, իսկ Կանադան թողնի 51-րդ նահանգ է, ինչ կարտոսած բացած, պատկերացնում ենք ինչ է կատարվում։ Սա գիտի թե իր տանը այնտեղ կարտոշկի առևտուրի մասին է խոսքը դուքի Կանադան իր տարածքը Ամերիկայից ավելի մեծ։ բայց ասեմ, եթե նկատեք Կանադան էլ առաջարկեց այս վերջերս պատերազմը հայտարել Լոս Անջելեսի գուբերնատորն է ուզում դատի, հա, տարածքին Կանադան էլ առաջարկում է, հա, Վաշինգտոն նահանգից վերևից Սիեթլից միջև բանը, այ Կալիֆոռնիա, ասում եմ միասեք գտնենք մի երկիր, ինչ մատավ, սիդունը նայվում կարտոզի վրա։ Դուք հասկանում եք այս աբսուրդի հասնող հայտարարություններով արած քայլերով արդեն ինքնըստինքյան դրա համար օգտագործում ես կարճ, այսինքն ամբողջ համակարգն է քանդում, դրանով օգտագործում ես մի հատ կարճ ձևակերպում, ամերիկյան Նիկոլ։ Ը, Դրա համար ես դա օգտագործեցի։ Հիմա գնանք առաջ։ Հիմա ը, Թրամփը արդյունք է, ոչ թե պատճառ։ Միացյալ Նահանգները վաղուց վանից կառավարվում են բանկային կլաններ կան ամբողջ աշխարհում, ընդհանրապես միջազգային այդ կլանային բանկերը 53-ն են, ամենահզոր մեծը ամբողջ աշխարհում, եւ դրանք բառացիորեն կենտրոնացած են 4-5 կլաններ են որպես այդպես։ Այդ կլաններից եվրոպականը դա կոչվում է լոնդոնյան կլան, Վաշինգտոնյան կլան, եւ սրանք ամենաուժեղն են, ում միշտ մարտնչել են իրար հետ Ֆեդերալ ռեզերվի համար։ Ֆեդերալ ռեզերվը դա 12 մասնավոր բանկեր են, որոնք իրանք ունեն ամերիկյան փողը տպելու, որը ըստ ամերիկյան սահմանադրության չի թույլատրվում։ Ա, Այսինքն պետությունը պետք է դա տպի եւ շրջանառության մեջ տնի եւ ոչ թե այդ մասնավոր բանկերը, սակայն դա տրված է նրանց։ Դա 1913 թվականի դեկտեմբերի 26-ի որոշումով է դա եղել։ Մինչև էլ որ խորանանք, տեսնում ենք, որ բրիտանական կայսրությունը մի քանի անգամ այդ նույն բաները արել է եւ First National Bank-ը, հետո էլի ուրիշ բանկեր, ուրեմն միշտ փորձել են փողի միջոցով ամերիկյան ժողովրդին վերածեն ֆինանսական ստրկության, այսպես է կարելի ասել արդեն։ Եվ դրա արդյունքում են եղել եւ անկախությունը Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ, դրա պատճառով է սկսվել հյուսիս-հարավ պատերազմը նաեւ, որտեղ Աբրահամ Լինկոլնը
ուրեմն բռնեց եւ կանաչ դոլարը տպեց իր աստորագրությամբ ու նրանց ոչնչացրեցին, այսինքն անընդհատ այս դրսից, այս բանկային կլանները դրսից եւ ներսից միջայլած այս խաղը արեն։ Հիմա Լոնդոնյան կլան եւ այդ ինչպես ասենք այդ Վաշինգտոնյան բանկային կլաները այնպես են իրար մեջ sense սեղմված, որ ժամանակ առ ժամանակ կարծես եւ պատերազմի մեջ են եւ նաեւ շղթայական խուցուցիկ վիճակ է դրանց մեջ։ Պաստորեն ինչ է նշանակում նոր աշխարհակարգ։ Երբ որ Goldman Sachs-ի prezidentը Ջիմի Օնիլը պրոյեկտ է ներկայացնում ու որպեսի դոլարին շրջանցեն, որտեղ դոլարը որպես միջազգային փող այնքան ուժեղ է, քանի որ նավթն է նրա հիմքում եւ աշխարհում որ երկիրը կամ ընկերությունը մեծա քանակ օգտվի նավթ է առնում կամ վաճառում, պետք է վճարի դոլարով եւ գնի դոլարով, որը հիմք է ստեղծում այդ դոլարի համար, այսինքն ապրանքաշրջանառություն նովա թուղթ տպելով չի։ Հիմա եւ այդ պարակտումը սկսվեց ու Դոնալդ Թրամփը այն մյուսների կարծեսած այդ կլաներից մեկի դրածոն է։ Ու ինձ թվում է, ես դա որպես կարծիք եմ արտահայտում, հակառակորդ կլանը ահռելի մեծ պատերազմ է մղում Միացյալ Նահանգներում ուրեմն այդ տասնյակ հազարավոր մարդկանց 5 միլիոնի հասավ, հա, փողոցներ դուրս գալու այդ ակցիաները, դրանք այդքան ինքնաբուխ չէին, ինչպես կարծես ֆինանսավորվել եւ կառավարվել են ուրեմն հին իստաբլիշմենտի կողմից եւ նրանք բավականին ուժեղ են։ Այդ հին իստաբլիշմենտի խնդիրը նրանում է, որ նրանք Միացյալ Նահանգների մասին մտածում են, էս են անում, են անում, իսկ նորերի մեջ այդ դրսից եկածները շատ են, այսինքն եւ հրեական կապիտալն է շատ մեծ։ Որը ինչ որտեղ հաղթանակել է եւ դրա համար ուզում եմ ասել, որ Դոնալդ Թրամփը դա արդյունք է եւ ոչ թե պատճառ։ Հիմա, երբ որ անցկացրեցին իրանց, այսպես ասած, տեխնացուին, նաև պետք է դեմ տանեն, ինչ որ նա պետք է անի։ Ոսկե այդ բանկային կլաններն են հրեական կապիտալը։ Եթե հիշում եք Դոնալդ Թրամփի առաջի 4 տարվա վերջում նա թուղթ էր ստորագրել ռմբակոծել Իրանը եւ impeachment-ի process, ճիշտ է, չկարող ամենավերջին մի քանի օրվա համար impeachment սարքեցին նրան, որպեսզի այդ օրենքը չկարողանա իրագործել։ Միջև ընտրություններ եղավ եւ Բայդենը շահեց եւ այլն։ So փաստորեն այս անգամ ինքը այն իր հին ինչ որ ծրագրել էր արեց, բայց քանի որ ընդդիմությունը շատ մեծ է եւ ամերիկյան հասարակության մեջ եւ հին իստաբլիշմենտի եւ այլն, ապա նա ուրեմն սկսեց կատարել Իսրայելի ձեռքով եւ Իսրայելի երազանքով։ Հիմա այդ հրեական բանկային կլանը համաշխարհային միջազգային, որը ստեղծել է 1948 թվականին հրեական պետությունը, ձեռքերը ծալած չի նստում եւ ամեն ինչ ծրագրում է։ Ամբողջ արաբական գարունների պատճառով բոլոր արաբական երկրները ոչնչացվեցին։ Ոչնչացվեցին հսկայական հզոր Սիրիայի նման պետությունը գեներալ Ասադի սրահոր գլխավորությամբ հզոր երկիր էր, Սադամ Հուսեյն եւ այլ բոլորը ոչ ուղղակի ոչնչացվել են։ Եգիպտոսը ընդհանրապես եւ բացի ոչնչված, սոցիալական սոցիալ-տնտեսական առումով այդ բոլոր երկրները մի քանի կարելի ասել մի 50 տարով հետ գցվեցին։ Օրինակի համար ես մի քանի տարի առաջ, երբ որ Եգիպտոսում էի,
այդ հարցերը տալիս է իրանց միջին աշխատավարձը 5 անգամ քչացել էր ինչ որ Մուբարեկի ժամանակ այդ հեղափոխությունների արդյունքում փաստորեն այստեղ նույնպես հերական կապիտալի մատը անշուշտ խառն է եղել եւ այսօր միայն Պարսկաստանն է մնացել որպես ինքնուրույն ուժեղ պետություն, որին ուզում են ուղղակի ոչնչացնել եւ բառից բուն իմաստով անհիմն խոսքը ասում է սուտի տեղը առիթմանեկող սալդատսկի պրիչինով հիմա նայեք կար պայմանագիր մինչև 2030 թվականը որ Իրանը կարող է ուրանը հարստացնել իսկ դա նշանակում է որ բնական ուրան 238-ից ստանում են ուրան 235-ը 3,4%, որը բավարար է էլեկտրոկայանները աշխատացնելու համար, միջուկային էլեկտրոկայանները, սակայն բավարար չէ ատոմային ռումբ ստանալու համար։ Իրանը դա ստորագրել է եւ ՄԱԳԱՏԵ-ի միջազգային բոլոր կառույցները բաց կարող են գալ, ստուգել եւ այլ, նույնիսկ իրանց սարքերով բոլոր ամբողջ Իրանի տարածքում չափել, թե որտեղ է ավելի շատ ինչ որ չեմ ասում, տեղ ամենակ կարևորը ուրեմն գաղտնի գործակալության ագենտները ինֆորմացիան չէ տալի, ունի թե չունի եւ այլն։ Հիմա այս անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունները նույնպես վերաբերում էին, հա, այդ տոկոսային հարաբերության հետ կապված եւ Իրանը էլի համաձայն էր, այսինքն որ շարունակում ենք, հա, ներողություն, այդ համաձայնագիրը Թրամփը դուրս էր եկել այդ համաձայնագրից Հիմա իրանք ասում են Օբամայի դրած այդ համաձայնագիրի մեջ մենք նույնը շարունակել ենք, եկեք կարծես դա վերականգնենք իրանցիները։ Բանակցությունները դրա վրա էր։ Եվ մեկ էլ բանակցությունների կեսին ասում են չէ, ընդհանրապես պետք է չարտադրեք, ոչ մի բան, ուրիշից գնեք։ Եթե ուզում եք էլեկտրոկայան աշխատացնել, ապա այդ 3,4%-ը հարստացված ուրանի գնեք Ռուսաստանից, չգիտեմ ես որտեղից եւ այլ։ Հիմա ես ասեմ զուգահեռ մոմենտներ։ Ուրեմն միջև 11%-ի հարստացման որոշ թվերով 11-ից 15%-ի հարստացմամբ է զբաղվում Ճապոնիան։ Միջուկային զենք ունի եւ Պակիստանը, եւ Հյուսիսային Կորեան։ Ուրեմն Հարավային Կորեան հարստացնում է մինչև 20%։ Բոլորին կարելի է, բայց Իրանին չի կարելի, որ նա նույնիսկ 3,4% հարստացնի իր էլեկտրոկայանները աշխատացնելու համար։ Անշուշտ կարծես ես պարզ հասկանում եմ, որ Իրանը միշտ էլ ուզում է ունենալ ատոմային ռումբը, հայտարարել եւ լինել ապահով։ Սակայն դա նրան չեն թողում, որովհետեւ այսօրվա դրությամբ կամ վերջի ինչ ասեմ 10 տարվա դրությամբ, եթե ոչ ավելի հին որ գնանք, պաղեստինցիների մարդու իրավունքների հետ կապված միայն Իրանն է, որ կարծես եւ Միացյալ Ազգերի լիգայում եւ ֆիզիկապես եւ զինվորական ուժով այդ մարդկանց Պաղեստինի այդ որից միայն 18,000 կարծես երեխա է զոհվել, հա, այս Իսրայելի գրոհման շնորհիվ այդ մարդկանց շահերը միայն Պարսկաստանն էր պաշտպանում։ Եվ փաստորեն սրան պետք է վերացնել։ Այսինքն Իրանը դեմոլիշ անել, այս խնդիրն է։ Ուրեմն նաև հետևյալը ասեմ, անշուշտ դա ծրագրված էր, անշուշտ դա կերծ առիթներով սարքեցին այս պատերազմը, անշուշտ Թրամփը եկել է հենց այդ հարցը լուծելու համար, որտեղ իրաց դրածոն է, եւ բայց ամ միշտ որևիցե ծրագիր ունենում է նոր որ դուք ասեցիք
սխալ հաշվարկ, հիմարություն, կամ այս ձեր վերջի հաղորդումներից մեկում եմ բան արել, միշտ որևէ ծրագիր ունենում է իր մինիմում եւ մաքսիմում նպատակակետը։ Հիմա մինիմումի հետ կապված, երբ որ մինիմում արդեն իրականացվել է, այն առաջի օրը, երբ որ կանչասան սկսեց այդ պատերազմը, նավթի գները ուրեմն միջև 15% վեր թռան, 11 էին, հետ 11% հետո բարձրացան ավելի եւ այլն։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Այսօր ավելորդ դոլար շատ է որպես թուղթ տպված, քան թե հնակատակ ապրանք կա, եւ դա ստեղծում է բավական դիսբալանս վտանգավոր։ Երբ որ նավթի գները թանկանում են, իսկ այդ նավթը այնպես բան է, որ ամեն մի ապրանքի մեջ ինքը արժեք ունի, եւ պլյուս դրան ամբողջ դոլարը որպես շրջանառության միջոց, հա, հիմնականում դրա հիմքում կանգնած է մեծականակ նավթի առևտուրը, որ պիտի դոլարով անես, որը ստեղծում է այդ շրջանառությունը, այսինքն այդ թուղթը սարքում է փող։ Հիմա երբ որ այդ ապրանքների գները որպես անջատեն, կներեք, հիմա երբ որ դա թանկանում է, ապա պատկերացնում եք, որ կարծես դոլարի խնդիրն է լուծվում։ Այսինքն այստեղ այդ խնդիրը կա։ Հաջորդը ուրեմն Իրանը ընդհանրապես ոչնչացնելն է։ Ոչնչացնել հնարավոր չէ ռումբերով, թեկուզ կարող ես ահավոր դժոխք սարքես այդ երկիրը, ամեն մի քառակուսի մետրի վրա ուրեմն ռում նետելով, սակայն վերջի հաշվով դա միայն հնարավոր է, երբ որ հետևած զորքը իջնում է այդ երկիր եւ տիրապետում է օդային ռմբակոծություններից հետո։ Այս պարագայում ամերիկյան զորքը դա չի կարող անել, Իրանը դա Իրաք չի, բայց մտածում են դա անել, մտածելով, որ կարծես դա կստեղծի ամենայն դեպս իրանք կարծում են, որ դա անեն, կարող են անել, ավելին, քանի որ այսօրվա Իրանի բնակչությունը բավականին բազմաբղետ է, օրինակ չմոռանանք, որ ընդեղ 25-ից 28 միլիոն թուրք ազերիներ են բնակվում Իրանի, ուրեմն արևմտյան մասում, բայց սրանք իրանց համարում են իրանցի, բայց անշուշտ կա մի ահռելի մաս, որ կներեք համ երկնքից երկնքից ռմբակոծելով երկիրը հնարավոր չի գրավել, կապիտուլյացիայի ենթարկել եւ սկսել պառակտել, որը անշուշտ Իսրայելի գերնպատակն է։ Եվ այնտեղ պետք է զորք իջնի։ Սակայն բոլորիս քաչ հայտնի է, որ Իրանը ունի 650,000 զորք, որից 350,000-ը պրոֆեսիոնալ բանակ է։ Եվ այս ռմբակոծությունների ընթացքում մենք տեսանք, թե ինչ զարմանալի եւ բարձր տեխնիկական բալաստիկ հրթիռներ էին նրանց ինժեներները կարողացել ստեղծել այս ընթացքում, ինչպես նաև դրոններ եւ այլ եւ այլ։ Այնպես որ դա Իրաքը չի եւ շատ դժվար է լինելու ու Իրանի ժողովուրդն էլ ատելությամբ է լցված այդ ցեղասպանություն կատարող Իսրայելի դեմ, դա սիոնիստական պետություն է վերջի հաշվով ու հատկապես երբ որ Նյաթանյահուի նման սարսափելի մարդագայլ է նստած իշխանության վրա, ապա դա է տեղում ունենում։ Վարդան ջան, եզրակացնելով ասեմ, այս 21-րդ դարը շատ վտանգավոր ու աղմաղ դար դուրս եկավ, որտեղ նայում ես շուրջ բոլորը մի շարք երկրներում բարես բուն իմաստով բռնապետեր են նստած։ Ռուսաստանում բռնապետություն է, то Հայաստանում բռնապետություն է,
Նայենք Միացյալ Նահանգներում օլիգարխները իշխանությունը վերցրին հանձինս Թրամփի, հա, բռնապետությունը բարիս բուն իմաստով։ Մի Հիմա հատ աղցույցի միանգամից 2000-անոց National Guardian-ը ուղարկում, այնտեղ կարծես դա ձևը։ Թուրքիայում նույնպես կարծես Էրդողանը բռնապետ է, այս Նյաթանյահուն այնտեղ բռնապետ է։ Այս մենք արդեն գործ ունենք մի հատ բռնապետների ինչ-որ մի կոալիցիայի հետ։ Այն օրը մեկը շատ ծիծաղալի մի բան ասաց այդ G7-ը, որ հավաքվել էր, հա, ասում է, հենց Թրամփը գնաց դարավ 6-նոց, շիստորկա, որովհետև դրանք բոլորը անողնաշար, անուղեղ, հա, ոչ մի ինքնուրույն քայլ եւ որովհետև դրանք բոլորը դրածոներ են։ Այդ նույն բանկային օլիգարխի կողմից, որը շատ հզոր ու համակարգային ստրուկտուրալ իր թևերը ընդլայնել է, դրանց կողմից դրածոներ են։ Եվ որսը մեկը ռիսկ չի անում։ Միջև լավ ասենք թե Իրանին խփեցին բանը, բայց հենց նույն գազայում կամ այդ բան 18,000 երեխա սպանես, այդքան քաղաքացիական մարդ սպանես, սա գենոցիդ է բառից իմաստով ու հայտարարես գնացեք ստեղից։ Ոնց դա իրենց փողն է։ Ոնց թե։ Ոնց թե գնացեք։ Դու 48 թվին ես ընդեղ եկել հավաքվել, պետություն ստեղծել։ Նրանք երբանից են։ Ինչա գնացեք ստեղից որն է։ նույն բանը մեր նկատմամբ արվում է, ի՞նչ տարբերություն։ Նույն բանը մեր նկատմամբ արվում, նույն ցեղասպանությունը արեցին բառից բուն իմաստով էթնիկական զտումով Արցախի բնակչությունը եւ այլ եւ այլ։ Սա մի հատ մենք շատ վտանգավոր ժամանակներում ենք ապրում ու տևտոնական փոփոխություններ են սպասում շատ վտանգավոր եւ Հայաստանը իսկապես վտանգավոր վիճակի մեջ է, որովհետեւ այն բեղավոր կենթանիներ Ալիև կոչվածներ Պարզից պարզ է, այդ նույն կլանը դրանք բոլորը նույնիսկ քարտեզն են գծել ձևավորի, թե ով որ տարածքի վրա պետք է ունենա գերիշխանություն եւ այլ եւ այլ։ Եվ այդ թուրանական գոտին որպես այդպեսին այնքան ռեալ է, եթե հանկարծակի Պարսկաստանը վերանա, բայց դրանք գնում են դրան։ Հիմա կհաջողեն թե չեն հաջողի, սա մի խնդիր է, որը Պարսկաստանը անշուշտ ունի իր համակիր երկրները, Եմենը, Պակիստանը, որոնք արդեն հայտարարություններ արեցին, բայց կհաջողեն թե չէ, դա մի խնդիր է։ Հիմա ծրագրի փոքր մասը, այսինքն թանկացնել նավթը, որպեսզի կարծես այդ շրջանառությունը ֆինանսական իրաց ձեռքում մնա եւ այլ եւ այլ։ Սա կա։ Ինչ վերաբերում է, եթե ծրագրել են մտնեն հողի վրա, այս մտնեն Իրանի տարածք ուրեմն զինվորներով կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնի խաղի մեջ որպես պատերազմող կողմ, դա դժվար չի իրականացնել բառացիորեն նույն ձևով, որ հատուկ է դրանց, արհեստական կբռնեն, կպայթացնեն իրանց նավերից մեկը, որ իբր բանի հրթիռը, պարսկական հրթիռն է եկել խփել եւ այլ, ու վերջ, արդեն կխփեն էլ հետո այդ Հա, խառնափնթի մեջ չես գտնի, թե ով սկսեց, ինչ սկսեց, ով ում ապացուցեց եւ այլ եւ այլ։ Սա գիտեք, որ կարծես միշտ եղել է այդպես, ու էլի կարա շարունակվի։ Եվ իմ համար Հայաստանի հետ կապված ահավոր վտանգավոր շրջան ու վտանգավոր բան է մեր առջևում, իսկ մեր կենթանիները ուրիշ բառ չկներեք, բայց ուրիշ բառ չկտա ասելու։ Այսօր ընկել են կարծես եղած ինստիտուցիոնալ կառույցներն են քանդում ու իրար են ուտում ընդդիմություն է երկփեղված կոչվածը, երրափեղված, քառափեղված, իշխանության մեջ կարծես ընկել է եկեղեցին ուզում քանդի, կրթական համակարգը, կարծես թե դեք ինչ ոչ բան չի տեղի ունենում իրանց շուրջ։ Սա կարճատեսության եւ տգիտության վերին մակարդակն է, վարքագիծն է, որ մենք տեսնում ենք։ դիտավորություն։ Ինչպես Դիտավորությունը։
Դա էլ կարող է լինել։ Ամբողջ իմ ասածը, որ ասում եմ, ինչու՞մ է կայանում, դիտավորության համար կամ ծրագրավորված լինելու համար դա վերևի մի քանի հոգու նա տեղյակ լինում, մի քանի հոգին են լինում տեղյակ։ Բայց ես իմ խոսքի ընթացքում Վարդան ջան, երբ որ ասացի 5000 գուցե ավելի, այսքան այդ վերնախավ, սրանք չեն մտածում, որ կարճ ասած եղբայր այս ինչ են անում։ Նրանք դիտավորության մեջ չեն, նրանք լեթարգիական աղմաղ քնի մեջ են, որովհետև նրանց Հասարակ, ուղեղները հա, բնականաբար չի աշխատում այդ ուղղությամբ։ այո, իրականացնողները, հա, բայց կազմակերպիչները ճիվաղի դեմքով եւ մի քիչ ներքև, դրանք պատահական չի, դրանք ծրագրավորված էին Իսկ կար։ այս ճիվա որպես այդպեսին, հա, նա չի կարա իմանա երկրորդ, երրորդ քայլից են կողմ ինչ են ծրագրավորել, որովհետև ինքը այնքան փոճուր ոչնչություն ա, որ նրան դրա մասին չեն կարա տեղյակ բան։ Ուրեմն միշտ գոյություն ա ունենում լուրջ երկրներում, անկախ իր չափերից, փոքրությունից եւ այլն, ուրեմն մասնագետների անալիտիկ խորհուրդ, որը համաշխարհային գործընթացների վեկտորային ուղղություններով հաշվարկ է կատարում եւ հաշվում եւ կարծես մոտավորապես որոշում է թե ինչ ա լինելու, ասենք 6-րդ, 7-րդ քայլից հետո կամ ինչա տեղի ունի, կամ ինչա ծրագրված մոտավորապես։ Այդպիսի խորհուրդ մենք չունենք Հայաստանում։ Ցավոք սրտի չենք էլ ունեցել։ Հայաստանի էլեկտրացանցերը, ես ինչքան հիշում եմ, դա Ռուսաստանին պատկանող հիմնարկ է։ Ճիշտ եմ հիշում։ Ե- Ես ճիշտ ասած չգիտեմ, բայց գիտեմ, որ տվել են Սամվել Կարապետյանին։ Այսօր էլ Պարզ է, այսօր էլ հայտարարում եմ, որ բանը ձեռից խլելու ենք, սեփականաշնորհելու ենք։ Սա շատ բարի, եկեք, ես ռուսական սեփականությունների հետ կապված սեփականաշնորհման, եւ մենք ոչ միայն ռուսական, շատ ներուսում Վարդան ջան, հիմա մեր տեղական օլիգարխը, որ կարծես ամբողջ ներկրումը ինքնակատարում գներ դնում, սենսնես 1-2 հոգի են, սրանք ավելի վատը չեն կանցնի այդ ռուսը թուրքը թե ամերիկացին, ի՞նչ տարբերություն։ ոչ մի տարբերություն։ Հիմա, եթե ազգայնացնելու խնդիր կա եւ այլն, ապա եկեք կացութաձևը փոխենք։ Երկրի կացութաձևը, այսինքն կապիտալիստական կացութաձևը, այդ պարագայում պետք է փոխվի։ Կամ էլ չինական տարբերակ եկեք վերցնենք, որը ամենաարդյունավետն է իմիջայլոց։ Ամենաարդյունավետ տնտեսական կացութաձևերը դա նորվեգական, շվեդական, հա, եւ չինական կացուցա, դրանք մի քիչ տարբեր են, այս իրարից, բայց վերջի հաշվով կարծես ամենաառաջավոր կացութաձևերն են, որտեղ կա եւ նյութական շահագրգռվածություն ասվածը, ուրեմն այդ ամեն ինչ, բայց նաեւ կարծես կա կոնտրոլը, վերահսկումը, որը թույլ չտա, հա, 1-2 հոգուն տիրապետել ամբողջ երկիրը եւ այդ ամբողջ երկիրը ծառայեցնել իր համար։ Մгм. Սա ամենավտանգավոր բանն է, հատկապես փոքր երկրների առումով, որը մեր մոտ է սա 30 տարի է դա իրականանում է։ Ուրիշ ոչ մի բան։ Սա եթե ազգայնացնելու խնդիր է, ուրեմն եկեք փոխենք կացութաձևը։ Համաձայն եմ, բայց եթե սելեկտիվ, այսինքն ընտրված, դու ուզում ես թե որը ազգայնացնես, որը չէ, համոզված եղեք Վարդան ջան, այդ ազգայնացնելուց հետո, ինչպես մենք տեսել ենք, մի շարք ուրեմն միավորներ, իրանք իրանք սիրած օլիգարխին են, այդ նույնը կոպեկներով գերմանցված իբր թե էլի վճարել է, ասկի դա չի անում, տալու են նրան, մի Ես ուրիշ։ Ես հիշեցի, որ մարտի 8-ից մարտի 2008 թվականի մարտի 1-ից հետո նույն բանը սկսվեց Խաչատուր Սուքեսյանի նկատմամբ Գրզոյի։ Հա եւ իր ձեռքից էին խլում արզանիներ, այնտեղ բջինիներ, չէ, բջնին։ Բջինների հետ սիլ կոնցերնը, հյութերի արտադրություն։ Մի խոսքով էս նույն կուլակաթափությունը գնում էր բանի նկատմամբ։ Գրզոյի նկատմամբ դեսօր իշխանական օլիգարխ է։ Այսինքն իրանք անում են այն, ինչ որ ժամանակին արել են իրանց օլիգարխների
օլիգարխների նկատմամբ։ Բայց Այսինքն, ուզում որևէ փոփոխություն չկա վարքագծային եմ եւ վախտանից մինչեւ հիմա ավելի լպիշ ձևով է այդ ամեն ինչը կատարվում եղել է։ Այսինքն այդ ազգայնացնել անունը, որ դնում ես ազգայնացնել, գնում դա ավելի շոկ ազգային չի, դա ավանտյուրա է, դա այդ խոսքը օգտագործվում է, բայց դա ազգայնացնել չի։ Դա ազգայնացնել չի։ վերադառնանք Հայաստան, մենք ունենք հիմա մի իրավիճակ, որովհետեւ անասունը կներեք արտահայտությանս համար վաղ հրավիրված է Ստամբուլ բան ստորագրելու տեղ օր ժամանակ արդեն կապիտուլյացիան վերջնական Հայաստանի ստորագրելու համար ես վստահ եմ ինչ է կարծում օգտվելով առիթից որ Իրանը այս վիճակում է լինելու է նաև Զանգեզուրը հանձնելու կամ Զանգեզուրով ճանապարհ տալու տարածքներ տալու հանգամանքը որի մասին ընդդում է բանը Ադրբեջանը նույնպես մենք սպասենք սրանք Զանգեզուրի միջանցքը որպես այդպեսին միայն Թուրքիա-Ադրբեջանով չի պայմանավորված։ Այսօր Պարսկաստանի այդ վիճակում է, բայց ինքը շատ մեծ դրական ներդրում ունեցավ, երբ որ ասեց ոչ, եթե հիշում եք։ Ահա Այստեղ կա նաև Ռուսաստան մոմենտը, եթե նա համաձայնություն ա տվել, իմիջիայլոց Կրեմլի վարչախմբի վարկագիծը, տեսակ, դա բոլոր գերպետությունների վարկագիծն անելն է։ Այսինքն Պարսկաստանի հետ կապված այդ հայտարարություններից բացի որևէ կոշտ կոպիտ, որ կարծես ես մի արեք դուրս եկեք, թե չէ, այդպես հայտարարություն չի եղել, այսինքն նշանակում է ինչ-որ բան ստացել է։ Եվ Թրամփի վերաբերմունքը ամերիկյան կառավարությունը, որ լրիվ ուրիշ գիծ էր բռնել, մեկ է 170 աշճան փոխվեց։ Ինչով է պատճառը բանված։ Նաև սանկցիաները հանելու հետ կապված եւ այլն, որ Ռուսաստանին ձեռա տալի, որ Պարսկաստանի ուրեմն նավթի արտահանումը պակասելու է եւ դա հնարավոր է, որ կարծես իր արտահանման ծավալները մեծանան։ Նույն վարկագիծը։ Այնպես որ դա ինչն էր ձեր հարցը մոռացա։ հնարավոր է համարում ես Թուրքմանը այս Հա, դեմ ես տան կարծում եմ, որ այդ պայմանագիրը չգիտեմ, չգիտեմ։ Ամեն ինչ հնարավոր է, ճիշտ ասած, ամեն ինչ հնարավոր է Վարդան ջան, որովհետև ինչու հանկարծ հիմա շատ ճիշտ հարց եք տալիս եւ ինչու հանկարծ հիմա այս պահին, այս թեժ պահին սրանք կանչում են հրավիրում է Էրդողանը։ Ինչու։ դե ես էլ եմ այդ մտածում ինչու դեսա Ոչ մի բան պատահական չի լինում։ Եվ ստեղ շատ կարևոր ուղղակի ամբողջ հարցը այն է, որ այդ ճանապարհը այսօր համաշխարհային գերտերությունները իրար մեջ ունեն որոշակի ծրագիր, ընդ որում դրանք բոլորը մի կետից են կառավարվում։ Նույն բանկային կլանների փոխհարաբերությունով պայմանավորված դրանց պլանները եւ ինչ վերևում որոշեցին, այնպես էլ ներքևում ալինելու։ Հիմա, բայց այդ փոճուր հարցերում իսկ այդ մեծ մասշտաբների հետ կապված դա լավ հյուսում կարա եմ լինի փոճուր հարց, եթե հանկարծակի գիտես ինքնուրույն կարծես որցը ախմախություն անելը չի բացառում եւ շատ վտանգավոր է։ Թեկուզ աշխարհակաղակական խնդիրները ընդհանրապես վերևում լուծվում են, թե ով որտեղ ինչ-ինչոց, սակայն Էրդողանը շատ խոշոր խաղացող է եւ ունի շատ կարեւոր ուրեմն դիրք եւ շատ հնարավոր է կարծես այդ հարցը ռուսների հետ համաձայնացրել են եւ շատ հնարավոր է որ դա սա գնա այնտեղ ինչ-որ մաս ստորագրեն չեմ բացառում հուսանք որ
չեն կարող իրականացնել, որտեղ բանա, Հայաստանում Իրանի դեսպանը երեք նորից խոսեց, շեշտեց, որ ոչինչ չի փոխվել իրենց ծրագրերի մեջ եւ իրանք ա, առավելևս հիմա չեն պատրաստվում զիջել Սյունիքը որևէ մեկին, որովհետեւ իրանք հասկանում են, որ սա ամեն դեպքում ճանապարհ է, ու եթե իրանք նույնիսկ մտնում են պատերազմի մեջ, այս ճանապարհի նշանակությունը շատ ավելի է բարձրանում, շատ ավելի է բարձրանում այս ճանապարհի նշանակությունը։ Ավելացնելու բան ունեք, պարոն Ալբերտ։ Չէ, Հերավ, շնորհակալություն հարցազրույցի համար։ Ապրենք տեսնենք ինչի մեջ ապրենք ենք տեսնենք։ Սիրով, ձեզ շնորհակալություն։ հաջողություն։